Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերակառուցվելու է Երևանի քաղաքապետարանի և ԱԿՊԱ բանկի համատեղ ֆինանսավորմամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ներառական, հասանելի և անվտանգ հանրային տարածք։ Նախատեսվում է կիրառել խելացի լուծումներ՝ էներգախնայող լուսավորությունից մինչև ջրախնայող տեխնոլոգիաներ։ Սա այն կարելի է ասել մատների վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից։ Մի քանի տարի առաջ մենք խոսակցություն ունեցանք, հենց այս նույն այգու մասին քննարկում ունեցանք, եւ այն ժամանակ դեռևս դատական գործընթացների մեջ ենք։ Նախորդ տարի մենք դատարանով կարելի է ասել բոլոր գործընթացները ավարտեցինք, ավարտին հասցրեցինք եւ այգին վերադարձրեցինք քաղաքին, որից հետո ԱԿՊԱ բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այգում եւ նաեւ համաֆինանսավորել հետագա այգու վերակառուցումը ըստ այդ նախագծի։ Նախագծով նախատեսվում է պահպանել պուրակի արդեն գոյություն ունեցող մեծ ծառերը, չխախտելով պատմական կառուցվածքը։ Վերակառուցումից հետո պուրակը պետք է համապատասխանի ժամանակակից քաղաքային այգիների սկզբունքներին, ապահովելով բնապահպանական, սոցիալական եւ ֆունկցիոնալ բարձր որակ։ Ես կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Այգու նախագիծը ընդունվելուց հետո Երևանի քաղաքապետարանը կհայտարարի արդեն շինարարության մրցույթ։ Կոնսերվատորիայի հարակից պուրակում, որտեղ տեղակայված է Կոմիտասի հուշարձանը, պահպանվելու են արդեն գոյություն ունեցող բարձրահարկ հասուն ծառերը։ Նպատակ կա նաև չխախտելու պուրակի պատմական կառուցվածքը։ Ծրագրով նախատեսվում է պուրակում ավելացնել ավելի քան 3000 բույս, ծաղկավոր, խոտաբույսային եւ թփային տեսակներով։ Կանաչապատման շեշտը դրվելու է մարդու հասակին մոտ բուսաշերտի վրա, ավելի խիտ ու հարմարավետ կանաչ միջավայր ստեղծելու համար։ Երևանի կլիման հաշվի առնելով նախագծվում է առանձին ոռոգման համակարգ սիզամարգերի եւ նոր տնկիների պահպանության համար։ Նախագծով նախատեսվում է նաեւ Կոմիտասի հուշարձանի մոտ ավելացնել ջրային տարածքը, ծաղկանոցը դաշտային ծաղիկների միամյա եւ բազմամյա կոմպոզիցիաներով։ Պուրակում կստեղծվի նաեւ փոքր բեմ ամֆիթատրոնով, որը հնարավորություն կտա կազմակերպելու բացօթյա համերգներ, հաշվի առնելով, որ անմիջապես մոտակայքում գտնվում են կոնսերվատորիան ու մանկական երաժշտական դպրոցը։ Ծրագրում ներառված է նաեւ փոքր մանկական խաղահրապարակ։ Ըստ Ավինյանի աշխատանքների մեկնարկը կապված է նախագծային փաթեթի վերջնական հաստատման եւ շինարարության մրցույթի կազմակերպման հետ։ Նա նշել է, որ վերակառուցման ավարտից հետո Կոմիտասի անվան պուրակը քաղաքացիներին կհանձնվի ամբողջությամբ նորացված, կանաչ ու ժամանակակից լուծումներով համալրված տեսքով։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։